Պարոն Թոմասյան, իմ հարցը վերաբերում է 2 օր առաջ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի տեղի ունեցած միջադեպին, խոսքը մարզադաշտում գավաթի եզրափակիչ խաղերից հետո մարզադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նրա դեմքին հարվածելու տեսարանի մասին է եւ այս տեսանյութից հետո 2 օր անց քննչական կոմիտեից Եվրամեդիա 24-ին հայտնել են, որ չի նախաձեռնվել քրեական վարույթ, պատճառաբանելով, որ մասնավոր գանգատես է, տուժող կողմը անհայտ է, չի ներկայացրել հաղորդում, ուստի եւ նոր քրդատով չի նախատեսվում վարույթ։ Նաև քննչական կոմիտեից բերել են այսպես ասած վկայակոչել են քրդատավարության օրենսգրքի 173 հոդվածի 3-րդ մասի հատկանիշները եւ ասում են, որ այս դեպքում չպիտի քրեական գործ հարուցվի։ Առերևույթ երեխային, անչափահաս երեխայի դեմքին բռունցքով հարվածում է ֆեդերացիային անվտանգության ծառայություն մատուցող տոռ ընկերության ղեկավարներից մեկը։ Ինչ պիտի հետևեր ըստ էության այս միջադեպին, մանավանդ երբ նա հանրայնացվեց եւ մամուլում բազմաթիվ այսպես դժգոհությունների ալիք բարձրացրեց։ Միանշանակ ստեղ փոքր ներածական մաս ներկայացնեմ, նոր շարունակեմ, այո, մենք բոլոր վարույթների շրջանակներում ունենք հանրային եւ մասնավոր մեղադրանքի կամ գանգատի կամ հետապնդման ինստիտուտ, որի պարագայում լինում են հանցագործություններ, որ ըստ դեպքի է վարույթը նախաձեռնվում եւ լինում են դեպքեր, երբ որ պարտադիր է համապատասխան տուժողի բողոքը, գանգատը կամ նրա օրինական ներկայացուցիչների բողոքը, որպեսզի մենք ունենանք վարույթ։ Երբ որ մենք խոսում ենք ֆիզիկական ներգործության մասին, առողջությանը թեթև վնաս պատճառելու մասին եւ այլ ոչ մեծ ծանրության հանցագործությունների մասին, գանգատը ինքը պարտադիր բնույթ է կրում։ Գանգատը չի պահանջվում, երբ որ մենք ունենք ընտանեկան բռնության դեպքեր կամ երբ դա վերաբերում է մանկահասակ երեխաներին։ Այսինքն այստեղ իրենք փաստի կհարուցեին վարույթ։ Հետևաբար, եթե կոնկրետ այս դեպքի շրջանակներում այդ երեխայի ծնողները ինքնին երեխան, որովհետև այնտեղ ակնհայտ երևում է, որ ինքը 14 տարին լրացած է, երևի թե 16-17 տարեկան մոտավորապես կլինի, կամ երեխան կամ ծնողը չեն ներկայացնել համապատասխան բողոքներ, ապա վարույթ չի նախաձեռնվելու։ Եվ իրավական տեսանկյունից, այո, այստեղ ընթացք նախաձեռնելու խնդիր մենք ունենք։ Այլ հարց է, որ տեսանյութը հրապարակելուց հետո բարձրաձայնելուց դրա մասին այդ ծնողներին գտնելը կամ այդ երեխային նույնացնելը ինձ չի թվում շատ լուրջ խնդիր կլինի, որովհետև Հայաստանը այդքան էլ մեծ երկիր չէ եւ մոտավորապես այդ տարիքի երեխաների շրջանում հաստատ իրան ճանաչողներ կլինեն, առավել եւս ֆուտբոլասերը գտնվում է այդ դաշտում եւ այստեղ կարող եմ ենթադրել ընդամենը հետեւյալը, որ եթե ոչ այդ անչափահասը, ոչ նրա ծնողները որևիցե արձագանք չեն տալիս, միանշանակ նշանակում է, որ իրենք չեն ուզում աղմուկ բարձրացնել, չեն ուզում վարույթ նախաձեռնել, իսկ որն է դրա պատճառները, այդ ես չեմ կարող ասել, եւ պատճառները կարող են լինել շատ տարբեր։ Սկսած այն հանգամանքից, որ կարող է պայմանավորվածություն են արդեն ձեռք բերել նույն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, կամ ինքնին բարիշել են, կամ գտել են, որ այդտեղ դրա անհրաժեշտությունը չկա, դա համար սա ընդամենը ենթադրությունների տիրույթում է, այնքան ժամանակ մինչև կարող են նաև ներել են, որովհետև գործ ունեն պետության հետ, գործարքի գնացող տոռ ընկերության ղեկավարի հետ։ Ի վերջո մարդը, ով հարվածել է երեխայի դեմքին բռունցքով եւ թափահարում էր երեխային, նա տոռ ընկերության սեփականատերից մեկն է, սա ընտանեկան բիզնես է, ինչպես մեզ հետագայում հայտնի դարձավ եւ եթե դուք նկատել եք, եղբայրը կամ ինքը առհասարակ չհայտնվեց, ներողություն չխնդրեց, այս ամբողջ աղմուկից հետո այդ մարդը հրապարակային որևէ խոսք չի ասել, հակառակը խուսափել է հրապարակային երևալ եւ որևէ խոսք ասել եւ եղբայրը չէր զղջացել եղբոր արարքի համար, որը ուղիղ կապ ունի տոռի հետ, այսինքն նրանք միգուցե նաեւ ճնշումներ են գործադրել ընտանիքի վրա, միգուցե։ Դեպքը քննարկենք այդ պարագայում երկու տեսանկյունից՝ իրավական եւ բարոյական։ Իրավական տեսանկյունից, այո, մենք ստեղ ունենք ոչ մեծանության հանցագործության հատկանիշներ պարունակող արարք, բայց որը որ մասնավոր գանգատի է։ Այսինքն տվյալ պարագայում, եթե դժողների հետ հաշտվում են եւ համաձայնության են գալիս եւ իրանք բողոք չեն ներկայացնում, իրավական տեսանկյունից մենք չունենք որևիցե կարճվելու տեղ կամ որևիցե դիտարկումներ անելու։ Երկրորդ կողմը, որը վերաբերվում է այդ բարոյական կամ ներողություն խնդրելու։
Քանի որ սա մինչ անձնյա հարաբերություն է, ապա չբացառվում, որ իրենք ներողությունը խնդրել են ինքնին երեխայից կամ ծնողից եւ վճարում են կատարել, կամ միգուցե անգամ ներողություն չխնդրելով փոխհատուցում են տվել, ինչից ելնելով իրանք համաձայնվել են։ Այսինքն պրակտիկ տեսանկյունից երկու տարբերակներ հնարավոր են, բայց այն, որ իրանք չեն ուզում դա հանրայնացնել, դա էլ արդեն իրենց որոշելիքն է եւ իրանց իրավունքն է։ Իհարկե լավագույն տարբերակը կլիներ, որ լիներ պաշտոնական արձագանք եւ պաշտոնական արձագանքում բոլոր դեպքերում փաստելով, որ այստեղ անչափահասի նկատմամբ կատարվել է բռնություն, այդ բռնությունը դատապարտվեր, քանի որ բռնությամբ երեխային արձագանքելը անթույլատրելի է, դա բոլոր հնարավոր կոնվենցիաների եւ օրենքների խախտում է, բայց քանի որ նման հայտարարություն տեղի չունեցավ, մնացածը արդեն թողնվում է, այսպես ասած, մեր ենթադրությունների տիրույթում։ Ավելին ասեմ, եթե այդ անձը ի սկզբանե աշխատում է անչափահասների հետ եւ ունի մանկավարժական կամ չգիտեմ այլ գործունեության հարակից գործունեություն, որտեղ վերջի վերջո մարզադաշտում ինքը գիտի, որ կան նաեւ անչափահասներ, առավել եւս երկրպագուները շատ հաճախ են դուրս գալիս մարզադաշտ, տարբեր ինչ-որ ակցիաներ իրականացնում եւ այլն, ինքը պետք է առնվազն երեխաների հետ վարվեցողության նվազագույն կանոններին տիրապետեր, ինչից ելնելով նման քայլ առհասարակ չկատարել։ Բայց այդտեղ նաև մենք ունենք մի փոքր ավելի գլոբալ խնդիր, քանի որ շատ հաճախ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելը մեր հասարակությունում դիտվում է որպես նրանց դաստիարակելու միջոց, այսինքն նույն այդ պատժելու կամ չգիտեմ մանրական բռնություն գործադրելու տարբերակը դա զուտ դաստիարակչական մեթոդ է համարվում որոշ անձանց կողմից, ինչը սխալ է եւ անթույլատրելի։ Այդ անձը միգուցե որոշել է դաստիարակել այդ եղանակով, ինչը եւ հայտնվել է տեսադաշտում, բայց բոլոր դեպքերում նման եղանակով դաստիարակելը կամ միջամտելը ինքը անթույլատրելի է։ Եթե ես չեմ սխալվում, մեզ արդեն սահմանափակում է որոշակի առումով դեպքի գտնվելու վայրը, միջադեպի կատարման վայրը, որովհետև եթե դա մարզադաշտում է եւ ֆուտբոլասերի հետ է, երկրպագուի հետ է, արդեն իսկ այստեղ կան որոշակի խաղի կանոններ։ Երկրպագուին հարվածել, երկրպագուին բռունցքներով խրատել պիտի որ սա օրենքով արգելված լինի, եթե չեմ սխալվում։ Դա սխալվում։ ավելի շատ էթիկական կողմն է, Էթիկական է, որովհետև որևիցե տարբերություն օրենքի համար չկա, թե ում են հարվածում, երկրպագուին, թե ոչ երկրպագուին։ Տվյալ պարագայում քրեաիրավական տեսանկյունից դա ընդհանրապես դիտվում է որպես անձի ֆիզիկական անձեռնխելիության դեմ կատարված ոտնձգություն, բայց ելնելով ինքնին հարվածների քանակից, այդ բռնության բնույթից եւ հետքերի բացակայությունից ինքը մասնավոր է, ընդհանրապես այդ խնդիրն է։ Հասկացա։ Քննչական կոմիտեին իհարկե լիովին պաշտպանություն է տվել փաստորեն ծնողների չբողոքելը եւ մինչեւ հիմա ի հայտ չգալը։ Իսկ ֆեդերացիայի կողմից հնչել էր դատապարտման հայտարարություն, դուք լսեցիք այդ մասին կամ կարդացել եք միգուցե, բայց ֆեդերացիան օրինակ խոստանում է, որ հետագային պետք է ուշադիր լինեն, որպեսզի բացառեն այսպիսի դեպքերը, բայց օրինակ չի նշվում պահանջ ներկայացվել է գործընկեր կազմակերպությանը խզելու պայմանագիրը ահա այս աշխատակցի հետ, այսինքն պահանջ ներկայացվեր տոռին, որպեսզի նա խզեր պայմանագիրը այս աշխատակցի հետ կամ նրան նկատողություն արվեր, մի խոսքով, այսպիսի պահանջներ չի ներկայացվում, այս մասով ինչ կասեք։ Տեղյակ ենք, ներկայացրել են, թե չէ։ Համենայն դեպս հայտարարության մեջ ոչինչ չի նշվում, բացի խոստումներից, որ ապագայում կփորձեն կանխել այսպիսի միջադեպերը եւ ասում են, որ սա հարիր չէր, սա իրենց կանոններից դուրս վարքագիծ էր, այսպես համենայն դեպս դատապարտել են։ Եթե արդեն դա համագործակցող կազմակերպության աշխատող է, տվյալ պարագայում կազմակերպությունը ընդհանրապես կարող է միջադեպի վերաբերյալ տեղեկացնել ղեկավարին եւ գործատուն ինքն է որոշում թե իր աշխատողի նկատմամբ ինչ կարգապահական դույժ կիրառի կամ առհասարակ կիրառի որևիցե դույժ թե ոչ, իսկ պայմանագրի խզումը միանշանակ չի կարող պայմանավորված լինի ընդհանրապես մեկ աշխատողի գործողություններով։ Այսինքն, եթե երկու իրավաբանական անձ իրար հետ համագործակցում են, աշխատում են, ունեն պայմանագրային իրավահարաբերություններ, մեկ անձով փոխել դա, եթե այդ անձը չի հանդիսանում անմիջապես պայմանագրի կողմ,